Աշխատանքային օրվա ընթացքում կես ժամ կամ նույնիսկ 1 ժամ բացակայել առանց աշխատավարձի կորստի։ Հուլիսի 10-ից Հայաստանում ուժի մեջ է մտել աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումը՝ ծնողական ժամը, որը նպատակ ունի աշխատող ծնողներին հնարավորություն տալ համատեղելու աշխատանքն ու ընտանեկան պարտականությունները։ Ըստ նախնական հաշվարկների նոր կարգավորումը կտարածվի մոտ 700,000 աշխատողի վրա։ Ծնող լինելն աշխատանքային ժամացույցով չի սահմանափակվում։ Երեխայի բժշկի այցը, ծնողական ժողովը կամ կրթական գործընթացին մասնակցելը հաճախ համընկնում են հենց աշխատանքային ժամերի հետ։ Այժմ այդ իրավիճակների համար օրենքը նախատեսում է նոր իրավունք։ Աշխատող ծնողների ավելի սոցիալապես պաշտպանված լինելու հանգամանքով է պայմանավորված փոփոխության նպատակը։ Նոր կարգավորմամբ մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող աշխատող ծնողը կարող է աշխատանքային օրվա ընթացքում օգտվել մինչև 30 րոպե տևողությամբ ծնողական ժամից։ Իսկ եթե ընտանիքում մինչև 12 տարեկան 3 եւ ավելի երեխա կա, ծնողական ժամի տևողությունը դառնում է մինչև 1 ժամ։ Առանձին կարգավորում է նախատեսվել նաև մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխա խնամող ծնողների համար։ Այդ դեպքում էլ օրական տրամադրվում է մինչև 1 ժամ, անկախ երեխաների ընդհանուր թվից։ Ծնողական ժամի կարգավորումը գործատուներին հնարավորություն կտա ընտանիքամետ քաղաքականություն դրսևորել իրենց կազմակերպություններում, իսկ աշխատողներին կնպաստի աշխատանքի եւ ընտանեկան կյանքի համատեղմանը։ Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա եւ գործատուն չի կարող մերժել այն։ Այդ ընթացքում կարևոր է ֆիքսել, որ պահպանվում է աշխատողի վարձատրությունը, հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում պահպանվում է միջին աշխատավարձը առանց պարգևատրման գումարի։ Դիմումի համար հատուկ ձևաթուղթ սահմանված չէ։ Այն կարող է կազմվել ազատ ձևով, նշելով երեխայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն ու այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատողը ցանկանում է օգտվել իր իրավունքից։ Կարևոր հանգամանք կա նաև վարձատրության մասով։ Ծնողական ժամից օգտվելը չի նշանակում աշխատավարձի նվազում։ Կարգավորումը վերաբերում է թե պետական, թե մասնավոր հատվածի աշխատողներին։ Այն հավասարապես տարածվում է մայրերի, հայրերի, ինչպես նաև որդեգրողների, խնամակալների ու խնամատար ծնողների վրա։ Եթե եւ հայրը եւ մայրը աշխատում են նույն գործատուի մոտ, երկուսն էլ կարող են առանձին օգտվել ծնողական ժամից նույն կամ տարբեր ժամերին։ Ծնողական ժամի իրավունքը կուտակային չի, այսինքն եթե մի օր չեն օգտագործում ծնողները, դա չի կուտակվում, հաջորդ օրերին չեն կարող ավելի երկար տևողությամբ բացակայել աշխատանքից։ Օրենքը նաև չի սահմանում, թե ծնողական ժամը պարտադիր պետք է օգտագործվի միայն օրվա սկզբում կամ վերջում։ Աշխատողը կարող է այն օգտագործել աշխատանքային օրվա ցանկացած հատվածում, կախված երեխայի շահերից բխող անհրաժեշտությունից։ Միաժամանակ գործատուն պարտավոր չէ վերահսկել, թե այդ ժամանակահատվածն ինչպես է օգտագործվել։ Օրենքը հիմնված է աշխատողի բարեխեղճության սկզբունքի վրա։ Իսկ եթե գործատուն հրաժարվի տրամադրել օրենքով նախատեսված ծնողական ժամը, աշխատողը կարող է դիմել առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմին։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։